Թուրքը մնում է թուրք, սա պաշտոնաթող գեներալ Սեդրակ Սարոյանի քաղաքագիտական եզրակացությունն է մի քանի օր առաջ սպանված երկուամյա աղջնակի աղմուկ հանած լուսանկարի առիթով։ Մեր բախտը չի բերի, որ մենք լավ արիվաներ չունենք։ Պաշտոնաթող գեներալ Սեդրակ Սարոյանը երբեք չի հավատա ադրբեջանցիների հավաստիացումներին, թե մեզնից ուժեղ են եւ կարող են հաղթել։ Իրանք իրանց դուխ են տալի։ Վախից ղժում են։ Իսկ այն, որ ադրբեջանցիները ռուսների համար հրաշալի գործընկերներ են եւ ոչ մի խնդիր չեն առաջացնում, Սեդրակ Սարոյանին տարօրինակ չի թվում։ Ռուսաստանն իր քաղաքականությունն ունի, մենք մերը։ Հիմա ոնց որ ասես Ադրբեջանը լավ մարդ չի, մենք էլ լավ մարդ չենք։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունները չպետք է առիթ դառնան, որպեսզի մենք վատացնենք մեր հարաբերությունները հյուսիսային հարևանների հետ։ Հիմա Ռուսաստանն էլ որ թշնամի դարձանք, ասենք։ Ռուսաստանն էլ չհամագործակցենք։ Մեր վերջը ինչ արնի։ Քաղաքական գործիչը խոսել է նաև ՊՊՑ գունդը գրաված Սասնա ծռերի տղաների մասին, այնտեղ Սասնա ծուռ չկա։ Ոչ թե Սասնա ծռեր ՊՊՑ-ն են։ Գնացին ՊՊ-ն գրավին, դարձան ՊՊ-ի ծռերը։ Հանրապետական падգամավորը դժվարությամբ է հավատում, որ դատարանում ոստիկանները ծեծել են Սասնա ծռերի տղաներին, ենթադրում է, որ ոստիկանները հենց դրա համար են, որ մարդ ծեծեն։ Ոչ, դրանք բանից չեն, կրթության նախարարությունից չեն։ Պարոն Սարոյան, այդ հետևում եք դատականության։ Ճիշտ ասած չէ, ես ստե չեմ եղել։ Միլիցիայով լավ բանդես է, դու ինձ հանես սարստար, հա։ Իդեպ պաշտոնաթող գեներալը շարունակում է մնալ այն համոզմունքին, որ Հայաստանում անարդարություն սերմանողները լրագրողներն են, չեղած տեղից բաներ են հորինում։